Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Ուրեմն ես պետք է սկսեմ հաղորդումը թերևս Բելարուսից, որտեղ որ Լուկաշենկոն շատ սենց ի խորոց սրտի իր ներողությունն էր հայտնում Զելենսկին որոշ գործողություններ իրականացնելու համար։ Ուրեմն սույնը այս ադրբեջանամետ գործիչը, ով ամեն ինչ արել է Բաքվին աջակցելու համար եւ դա արել է ոչ թե 18, 19, 20 թվականներին, այլ մշտապես դա իր խոստովանությամբ։ Հիմի եւ ում սատարող այստեղ ունենք, դե գիտեք, հեսա այդտեղ ենք գալու բանը, տրամաբանական շղթան մեզ բերելու է այդտեղ։ Հիշեցի այսօր, թե ինչպես էր Լուկաշենկոն իր որդու հետ ընտրությունները Բելարուսում պարտվելուց հետո, իհարկե լցոնումներով հաղթելուց հետո, բայց իրականում ժողովրդի աջակցությունը չստացավ նա, բնականաբար ձայները չստացավ, հրացանով, զենքով դուրս եկել ժողովրդի դեմ, թե հեսա սաղիթ փռում ենք ասֆալտին, զենքով, զորով կառչելով պահեց իր աթոռը, զորով, մի կերպ, անգամ վիդեոները կային, ինչպես են զենքերը վերցնում, բանը հագնում, որ գնան ժողովրդի վրա, այն ժողովրդի, ում նախագահն էին հանդիսանում, իբր։ Այս կարգի ընտրություններ են եղել Բելարուսում մի քանի տարի առաջ ու այստեղ նրա հավատարիմ ընկերը, լավ ընկերը, նույն ինքը Ծառուկյան Գագիկը եւ նրա կուսակիցները, այնտեղ չգիտեմ, Աբովյանը կա, բանը կա, ասում են Հայաստանում ձայները գողացել են, ասում է, բալա, մեր ձայները գողացել են, մանդատագող են նրանք, բազմաթիվ խախտումներով ընտրություններ անցան, Նիկոլը աթոռը պահելու համար դիմեց չգիտեմ ինչ քայլերի, տղերք, ձեր լավ աղբեր Լուկաշենկոն, չստանալով ժողովրդի ձայները, զենքը վերցել գնացել է վրաները։ Դուք ձեր բերանով ասեցիք, ես 3 ընտրատեղամասերը բացենք հաշվենք, բացեցին, ԿՊ-ի իշխանության ձայները 1100-ով ավելացան, հասկանում եք։ Հիմա դուք եկել եք, ինչից եք խոսում։ Կամ ում համար եք խոսում, որովհետև ինչից որ խոսում եք, դա մեզ հասկանալի է, դա միայն ձեր էլեկտորատին հասկանալի չի։ Հիմա ում համար եք խոսում դա։ Ուզում եք մենք մտածենք, որ կարող էինք թույլ տալ, որ օրինակ բանում ԵԽԽՎ-ում Ծառուկյան Գագոն կանգնի ելույթ ունենա անգլերենով։ Թե մտածում եք մենք կարող ենք թույլ տալ, որ ժողովրդի թալանացը մնան եւ վայելեն։ Նայեք, ասեմ, ես այսօրվա իշխանության այդ առումով բավականին քննադատելու բաներ ունեմ ու մշտապես դատաիրավական համակարգի ձախողման մասին ասել եմ ես, այս ժամանակին վեթինգ չանելու, ամեն ինչի մասով, ամեն ինչ, ոչ միայն վեթինգ չանելու, այլ անգամ այդ դատավորներին հետո սենց երաշխավորությամբ ինչ որտեղ երբեմն պավիշենի տալով էլի աշխատանքային բարելավումներ են լինում ու ենթարկվում են բաների նրանք, ովքեր որ մտնում են իսկապես, ովքեր որ հասկանում են, որ հեսա հասնում է իրանց, որ ասում է, այս փորձանկա քիչ-քիչ մեր տներին է մոտենում, հասնում է իրանց, որոշում են մտնեն քաղաքականություն, մանդատ ստանան, որ պրոցեսը ձգձգեն, դժվարացնեն, մինչև իրենց կարծիքով Աստված մեծ է, մի բան կլինի։ Հիմա օրինակ աչքովս ընկավ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը, ով գրել է հետեւյալը. Իմ ունեցած տեղեկություններով Երևանի քաղաքապետարանը Գագիկ Ծառուկյանին ժամանակ է տվել մուլտիվելնես մարզահամալիրի գույքը այդտեղից հանելու համար, ոնց հասկացա շենքը իրավական ընթացակարգերի խախտումներով է կառուցվել եւ որոշում կա այն ապամոնտաժելու։ Իմ կարծիքով պետք է իրավական ուղիներ գտնել շենքը ազգայնացնելու եւ հանրության շահերին ծառայեցնելու համար, ցանկալի է կրկին որպես մարզահամալիր։ Facebook-ի հարցնում է մարդկանց, իսկ ձեր կարծիքը ինչպիսին է։
Տեսեք, ոչ պիտի քանդվի, ես կարծում եմ։ Ներողություն։ Ես կարծում եմ պիտի քանդվի, որովհետև դե շենքը կանգնած է։ Շենքը կանգնած է Օղակաձև այգում, երևի տեղյակ եք խոսքի ինչի մասին, անգամ ես պիտի ասեմ, որ դեռ տարիներ առաջ, երբ դերասանական կարիերաս էի զարգացնում, անգամ որպես դերասան հրավիրված եմ եղել բացմանը, այնտեղ էր նախագահը, մյուս եւ չգիտես ինչու ողջ պետական համակարգը իսկապես չէր տեսնում, որ Օղակաձև այգին խլված է քաղաքացիներից։ Հա, սիրուն կոմպլեքս է սարքած, լավ կոմպլեքս է սարքած, բայց որտեղ Օղակաձև այգում։ Եվ ինչի եմ ասում պետքա քանդել, որովհետեւ տեսեք, եթե դա վերցնում ես ու պիտի վերցնես դու դարձնես, մեկին պիտի տաս, չէ՞ որ կառավարի։ Այսինքն քո վերցնելու խնդիրը ո՞րն է, որ դու ասում ես, այս համալիրը կառուցված է օրենքի խախտումներով։ Այսինքն դու ձեռքից վերցնելու պարագայում, չքանդելու պարագայում, ասես ոչինչ, լավ, թող շարունակի մնալ օրենքի խախտումներով, բայց թող ուրիշ աշխատացնի, պատժենք Ծառուկյան Գագիկին։ Ոչ, պիտի քանդվի։ Պիտի քանդվի ու ապագայում էլ հասկանան մարդիկ եւ դա նաեւ քաղաքացիներին պիտի վերադարձվի նախ այգին, որպեսզի նաեւ քաղաքացիների մեջ որոշակիորեն առաջանա այդ պետության տիրոջ այդ զգացողությունը եւ հետեւողական լինի այսուհետ իր ունեցածը, իր այգին, իր թոքերը, իր առողջությունը, այդ իմաստով չտրամադրել որևիցե եւ օրենքի խախտումներ թույլ չտալ իր քթի տակ։ Ես այսպես եմ մտածում, չգիտեմ։ Կլինեն տարբեր կարծիքներ, բնականաբար ես հարգում եմ բոլորի կարծիքները, բայց իմ մոտեցումը դա է։ Պիտի քանդվի։ Պիտի վերանա դա։ Այդ հետքերը պիտի վերանան։ Գիտեք, անգամ երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում էր այն Սարի գլխի տունն էլ պիտի վերցվի ու դարձվի ծերանոց, ես դրան էլ եմ դեմ։ Ես դրան էլ եմ դեմ։ Չէ, ոչ թե դեմ եմ, որ ծերերը լավ հանգստանալու եւ իրենց կյանքի մնացած մասը անցկացնելու այդպիսի վայր չունենան, չէ։ Այդ հետքերը, այդ կոռուպցիայի հետքերը պետքա հիմնահատակ քանդել։ Այդ անցյալը իր ուրվականների տեսքով չպիտի պահել, որ հետո մի հատ էլ Ծառուկյանի ժառանգները անցնել դառնալուց ասեն, էսի մեր պապունն է եղել է ծերանոցա հիմա բան։ Հետո մի օր էլ ծերանոց չլինի, ուրիշ բան լինի։ Չէ։ Հիմնահատակ քանդվի ու վերջ։ Պետք է այդտեղ ծերանոց կառուցվի։ Կարող ենք գնալ եւ կառուցել հենց այդ Սարի գագաթին նոր գեղեցիկ ծերանոց։ Ինչի համար մեկից վերցնես։ Էդի գիտեք ինչ, նման բան անգամ մենք քրիստոնեությունը ընդունելուց շատ տաճարների, երբ որ քանդեց տաճարները, որպեսզի եկեղեցիներ կառուցվեն, շատ տաճարներ կանգուն մնացին եւ որոշ քանդված տաճարների հիմքի վրա կառուցվեց եկեղեցին։ Այ հենց այդ քաղաքական որոշումը միջև վերջ չտանելու խնդիրն էր դա։ Իհարկե հավատքի տեսանկյունից այստեղ մի քիչ նուրբ բաներ կա, մեկը ես կցանկանայի, որ մեր տաճարները մնային, որովհետև դա ինչ որ անձի չէր պատկանում, եւ իսկապես դա մշակութային կարեւորագույն շերտ է մեր պատմության մեջ։ Բայց մինչև այսօր, օրինակ, եթե դու գնում ես Էջմիածին, քեզ պատմում են, որ այստեղ ժամանակին տաճար է եղել եւ տաճարի հիմքի վրա է դա կառուցվել։ Այսինքն այդ հիշողությունը թարմ է պահպանվում։ Իսկ այստեղ մեզ հիշողություն պետք չի, մեզ նման հիշողություն պետք չի։ Մենք դա պիտի վերջացնենք, ու վերջ։ Գիտես, շատերը
փորձում են այս ամեն ինչը քաղաքական հալածանքների պիտակ տալ այս ամեն ինչին, ոչ, դա այդպես չի։ Այդպես չի մի պարզ հասարակ պատճառով, որովհետև դուք իմացել եք կանխավ, նույնը նաև Սամվել Կարապետյանի մասով, որ դատվելու եք, նույն Վարդանը Ղուկասյան Գյումրու, որ դատվելու եք, ու ստեղծել եք քաղաքական ինչ-որ կոչվող թիմեր, ներգրավել եք մի քանի խելացի մարդու, որովհետև դա է պետք, թե չէ դուք ինչ պիտի անեք, դուք ձեզնով են խելացին չեք, որ ձեր շուրջը համախմբվեն մարդիկ, դուք կարող եք միայն ինչ-որ կերպ շահագրգռելով ներգրավել, ֆինանսավորել, որպես այս մարդիկ գնան աշխատեն ու ձեր կաշին փորձեն փրկել ինչ-որ կերպ։ Իհարկե շատ դեպքերում նրանք էլ չեն հասկանում, որ իրենց սուր գործողությունների նվիրված են ձեզ։ Այդպիսի բաներ էլ կա, էլի։ Քաղաքական հալածյալ չէ, որովհետև շատ պարզ քարոզարշավի ժամանակ, օրինակ քաղաքացիական պայմանագիրը առանց թաքցնելու իր բանը ասելա, որ մենք գալիս ենք, որպեսզի քաղաքական իմաստով սրանց գլուխը կտես երագլուխը, ռեժի գլուխը կտրենք։ 730,000 քաղաքացի գնացել ձայնա տվել, ասելա կտրեք։ Եվ սա պահանջն է, սա պայմանն է։ Օրինակ ձեզ, դուք ասել եք գալիս ենք, որպեսզի, չգիտեմ, փրկենք Հայաստանը, ձեր պատկերացումով, չէ, 500,000-ի կարգի մարդ, եկել ձեզ ձենա տվել, ասելա փրկեք։ Իհարկե այնտեղ ոչ փրկելու բան կա, ոչ էլ եթե պետք լինի փրկողը դուք եք լինելու, որովհետև երբ որ փրկել պետք է եղել, դուք միշտ չեք եղել։ Բայց այնուամենայնիվ տվել են ձայն, դրա համար են տվել։ Եվ դա է պատճառը, որ դուք ուզեք չուզեք խելոք գնալու եք մանդատները վերցնեք, նստեք այնտեղ ու լսեք այն ամեն ինչը, ինչ որ կհնչի ձեր հասցեին, որովհետև ընդհանուր առմամբ դուք խափելով եք մանդատներ ստացել, խափելով եք քվեներ ստացել, ընտրակաշարքի մասին չխոսենք։ Մինչև հիմի ամեն օր, այսօր առավոտյան էլ էլի ձայնագրություններ, ամեն օր ձայնագրություն ենք լսում։ Ես կարծում եմ, այո, Գագիկ Ծառուկյանը գնում է դեպի սնանկացում։ Ուրեմն, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է ձերբակալությանը Ավետիք Չալաբյանի, ընդգծելով, որ Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց կոչ էր անում Ռուսաստանում պետական տենդերներ ստացած հայկական կազմակերպություններին պարտադրել, որ ապահովեն իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշխատակիցների Հայաստան գալն ու ճիշտ քվեարկելը։ Պետք է հասկանալ հայուգենն է ստիպել Չալաբյանին նման կոչ անել, թե հայրենիքի հանդեպ սերը, գրել է Չախոյանը։ Ընտրություններից առաջ համացանցում հրապարակվել էր մի ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկում է Հայաստանի ընտրություններին միջամտելու հարցեր։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Յոհաննիսյանը գրել էր. Մասնավորապես Չալաբյանը ըստ հրապարակման մատնացույց է անում, որ ՌԴ-ում պետական տենդերներ ստացած հայկական կազմակերպություններին պարտադրվի, որ ապահովեն իրենց ՀՀ քաղաքացի աշխատակիցների Հայաստան գնալն ու ճիշտ քվեարկելը։ Անկախ դիտորք դաշինքը գրությամբ դիմելու է ՔԿ, որպեսզի այս ձայնագրությունը կցվի Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մասով հարուցված քրգործին եւ դրան տրվի քրեա իրավական գնահատական։ Հատկանշական է, որ ձայնագրությունում այս կոնտեքստում շոշափվում են ԱՊՀ դիտորդները, որոնց գործունեությունը փորձելու ենք առավել ուշադիր հետևել գործունեությանը։ Ուրեմն կհիշեք դրա մասին խոսել ենք այդ ձայնագրությունների տարածված ակա, որտեղ որ Չալաբյանը ռուսերենով խոսում է բնականաբար հատուկ կառույցների ներկայացուցիչների հետ,
եւ ոչ թե կոչ է անում, կներեք, դա կոչ անել չէր, դա կոնկրետ քննարկում էր, հստակ քննարկում էր եւ արդեն պատրաստի ռազմավարության առաջարկ, որպեսզի Ռուսաստանում հայ գործարարները պարտադրված լինեն FSB-ի կողմից, պարտադրված լինեն, որ այս մարդիկ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատողներին ուղարկեն Հայաստան ճիշտ քվեարկություն անելու համար։ Դե ճիշտ քվեարկությունը բոլորս ենք հասկանում, թե դրանք ինչ ձայներ էին, չէ՞։ Եվ տեսակ մի 10 օր շարունակ օրը 30 ռեզ իջնում էր բանը, ինքնաթիռը Ռուսաստանից ու չէին էլ թաքցնում մարդիկ, գալիս ասում են, հա, մենք եկել ենք ընտրենք Սամվել Կարապետյանին, չգիտեմ ինչ անենք եւ գնանք։ Ինչքան հնարավոր է արագ թռնենք, որոշ դեպքերում դա էլ էին ասում։ Սա, ես գիտեք, դժվար է աշխարհում գտնել մի ժողովուրդ, ով ունի պետություն, բայց մշտապես սպասարկում է կողքի պետության շահերը։ Ես այս բան չեմ տեսել, ոչ մի տեղ չեմ կարող տեսնել սա։ Էն էլ այսքան բացահայտ, առանց թաքցնելու, հա, այդպես է։ Չկա այդպիսի բան։ Տեսեք, աշխարհում մենք ամենափոքր երկիրը չենք։ Աշխարհում երկրներ կան, որ մեր Շիրակի մարզի չափ են, դա էլ ասեմ։ Եվ աշխարհում մենք այն միակ երկիրը չենք, որ այս կարգի կախվածության մեջ է եղել մի տերությունից։ Աշխարհում նման երկրներ շատ կան։ Բայց երբեք այսքան ճորտամիտ որևիցե ժողովուրդ, որևիցե իմ թվարկած երկրների ղեկավարություն եւ ունենա, կներեք, ժողովուրդ, որ ասում է, եւ ունենա ժողովրդի որոշ հատվածի բանը, էլի, աջակցությունը, ես չեմ տեսել։ Չկա տենց բան։ Ասենք մի հատ եկեք նայենք Լյուքսեմբուրգը։ Օրինակ, Լիխտենշտեյնը, Անգոլան, այդ նայեք հələ այդ պետություններին, ամբողջովին Զամբյուղի մեջ են, ազդեցության, բայց իրենցը պահպանում են, ամեն քայլապոտ ու տեսնես ինչ բան, թույլ չեն տա, որ այն իրավական այս հարթությունը հանկարծ ծավալվի ամբողջի վրա։ Իսկ այստեղ չես հասկանում, գնացել են, մարդ են բերում, ցույց են տալիս, թե ոնց կարելի է ճնշել Հայաստանի Հանրապետությանը, ինչպես կարելի է ճնշել հայ մարդուն։ Այ Ռուսաստանի Դաշնության գործարարները թող ճանաչեն Ավետիք Չալաբյանին։ Այ որից դուրը եկել թակել է FSB-ն, ճանաչեք ուղարկողին։ Եվ սրա մեկ այլ դրսևորում էր, օրինակ 5 տարի առաջ մեկին ունեինք, չէ, էլի քաղաքական գործիչ հրճակված, այն որ կարճ ժամանակ վարչապետ էր աշխատել։ Այն որ կանգնած ասում էր, ես լինեի ադրբեջանցիների տեղը այս կողմից կհարցակվեի, որովհետև այստեղ սենց է, մի խոսքով ձեռի հետ ծախում էր, էլի, ծախում էր մարդը ձեռքի հետ։ Սա էլ ուսունա տալիս, թե, չգիտեմ, սա ինչ է։ Ու սա համատարած է, Ավետիք Չալաբյանին, հեսա նկարը կտեղադրեն, այն մյուս լրատվականները, կգրեն քաղաքալացյալ, տակ համատես բան փախած վերնագրերով, ոնց են հիմա արդեն սկսել Անդրանիկ Թևանյանին քաղաքալացյալ են համարում, բլե դուք խելքներին նայեք։ Ու մարդիկ այո, այս թուրք իշխանությունները, այս Ալիևի իշխանությունները պիտի վռնդվեն, ասես բաներ են խոսում տակը նայում ես։ Ասում ես մի րոպե։ Ոնց որ Կասեր Քոչարյանը մի րոպե։ Սա իրավապահ մարմինները պիտի աշխատեն, թե չէ։ Այս ինչեր եք անում։ Օրը ցերեկով։ Կարժդաթար մեր եթերում։
հասկանանք սիրելի հեռուստադիտողներ ու այս կոնտեքստում է շարունակությունը, իսկապես չգիտեմ, երևի շատ пассив ու տխուր եթեր է ստացվում, բայց պետք է սրանց էլ գնահատական տալ։ Երբ ուրեմն Արայիկ Պապյանը գրում է. Երբ Ռուսաստանի Դաշնությունը սանիտարական կամ ֆիտոսանիտարական միջոցները ենթադրաբար կիրառում է ոչ թե մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքի եւ առողջության պաշտպանության նպատակով, այլ քաղաքական կամ տնտեսական ճնշում գործադրելու համար, նման միջոցները կարող են դիտարկվել որպես կամայական, անհիմն եւ միջազգային առևտրի նկատմամբ քողարկված սահմանափակումներ։ Նման գործելակերպը կարող է հակասել ոչ միայն առևտրի համաշխարհային կազմակերպության սանիտարական եւ ֆիտոսանիտարական միջոցների կիրառման մասին համաձայնագրի դրույթներին, որի մասնակից է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, այլև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող իրավակարգավորումներին եւ ստանձնած պարտավորություններին։ Նման իրավիճակներում անհրաժեշտ է ոչ միայն պետական մարմինների հետևողական եւ համակարգված միջամտությունը միջազգային եւ ինտեգրացիոն իրավական մեխանիզմների կիրառմամբ, այլև տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ակտիվ գործողությունները, ներառյալ վարչական, դատական եւ այլ իրավական պաշտպանության միջոցների օգտագործումը։ Սա բնականաբար վերաբերում է որակի չափանիշներին համապատասխանող ապրանքներին։ Տեսեք։ Ուրեմն նախ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը կարող է դատի տալ։ Սկսենք այդտեղից։ Եթե մեր ապրանքը մաքուր է։ Իմիջիալոց եթե չեմ սխալվում, նա ԵԱՏՄ դատարան պիտի դիմի, այսինքն Մինսկ, որովհետև դա ԵԱՏՄ գոտում է։ Եվ սրանք Ռոսելնadzորը ասում է, չէ ասում է, բանա, մենք իսկապես այնտեղ խախտումներ ենք տեսել, չգիտեմ ինչ բլոճներ ենք հայտնաբերել, դատարան գոյություն ունի։ Այսքան, բայց արդարացնողները, ինչի համար ավելի շատ կարդացի, ինձ էս ամեն ինչում հետաքրքիր է մեր ընդդիմության բռնած ձևը, ռուսաց ճորտերի բռնած ձևը, ուրեմն Գարիկ Պապոյանը հրապարակել էր, թե ինչ մթերքներ, քանի տոննա կամ քանի հատա գնացել արդեն եվրոպական շուկա ու աչքովս ընկավ վիդեոներ, որտեղ ասում էին դե եկեք համեմատեք, տեսեք, անցյալ տարի, չգիտեմ, 1000 տոննա ծիրան արտահանվել, հիմա 3 օրում 370, դա նշանակում է, որ շատ նույն ժամանակահատվածում, դա նշանակում է, չգիտեմ, քանի տոկոս անկում ենք ունեցել, բիբարը, ելակը, մյուսը, Եվ այս ամենը նրանից է, որ այսօրվա իշխանությունները Զելենսկին բերեցին Հայաստան։ Միջև այդ լուրջ լսում է, ասում է երևի հասկացող տղա է, մի հատ տեսնեմ ես ինչ թվեր է խոսում, ինչ անկում, բան, ինչեր է, էլի գրանցել, պատկերացում կազմելու համար։ Ու մեկ էլ որ վերջում դրանով չավարտես։ Լսեք, դուք զգացել եք, որ Հայաստանի հանդեպ ով ինչ վատ բան անում, դուք պատրաստ եք արդարացնել նրանց։ Սեփական իշխանությանը հանդեպ, սեփական երկրի իշխանության հանդեպ ձեր ատելությունը այնքան մեծ է, որ վերածվել է պետության հանդեպ ատելության, ու չասեք չէ, որովհետև ձեր խոսույթն ու դրսևորումները դա են հուշում։ Դուք չեք զանազանում մեկը մյուսից։ Որովհետև Զելենսկին հրավիրեցին Հայաստանը, նախ Զելենսկին անձնական այցելությամբ չի եկել Հայաստան, ասեմ ավելին Հայաստանը շատ հանգիստ կարա այն արտադրվող դրոններից հետները պայմանագիրել կնքի ուղարկի Ուկրաինա, եթե դա է անհանգստացնում Պուտինին ձեր, բայց ես ինչ դուք հայ եք, Զելենսկին եվրոպական տարածաշրջանի երկրի ղեկավար է,
Ինչ պիտի առներ բանը իշխանությունը մեր դիվանագիտական ասել բոլորիդ հրավիրում ենք բացի Զելենսկիից, որովհետև ինքը Ռուսաստան, ասենք ինչ եք խոսում դուք։ Ասեմ ավելին, կամ եթե այդքան տենց սրտնեղած եք, Զելենսկին անգամ Պուտինն է Մոսկվա հրավիրել, եթե տեղյակ չեք, պարզապես Մոսկվայում ռուսազգի դաշնակներ չկան, որ ասեն, այ թշնամին մտնում է մեր հողը, եկեք գնանք 300,000 ուկրաինացիների դեմն առնենք, չկան։ Բա գնացեք ասեք։ Բայց քննարկելու առարկա, չէ, դա ոչ կան Պուտինն է, պապանն է ճուս լինի։ Մեր պետության տնտեսության վրա, մեր քաղաքական ներքաղաքական պրոցեսներին խառնվում է մեր տնտեսությանը վնաս տալով, գնացել գիտեք ինչ, նրանք վստահ եք դրանում, դա լավ է, հիմա գնահատականը ձեր որն է։ Վստահ եք, որ Ռուսաստանը պաշտոնապես դա ասել, հա։ Ամեն ինչ անում են արդարացնելու։ Լուկաշենկոյի մասին խոսում ես արդարացնում են։ Չէ, մեկը մերոնք որ չասեին, էսի այնտեղ ես ինչ խուճուշ պատմություն կպատմեն, որպեսզի աշխիտ առաջ քո պետությանը վնաս տված երկրին արդարացնեն, որովհետև վախկոտ եք դուք։ Դուք ոնց եք կարծում, դուք պիտի ունենաք այդ վախերն ու այդ գաղափարները, այդ պատկերացումները ու գաք իշխանության։ Նախ դուք երբեք չեք եղել իշխանության, որովհետև նման վախկոտներին ժողովուրդը չէր նշանակում ղեկավար։ Դուք միշտ քվեարկություն ոտնահարող մարդու իրավունքները ոտնահարելով եք եկել իշխանության, զավթել եք, դուք իշխանության զավթիչներ եք։ Ու այս ձեր վախերով էլ կառավարվելով Հայաստան թույլ եք տվել, որ Հայաստանի Հանրապետության վրա ամեն օր մի հատ ժինջիլ փաթաթի։ Այ դրա համար էլ երեք բանում ավականու նիստի ժամանակ սարսափել եք, որ Ամիրյան փողոցը վերանվանվում է բանով, պապ փոխարինվում է եւ այսուհետ անվանակոչվում է պապ թագավորի անունով, որովհետեւ դուք վախենում եք անկախությունից ու ինքնուրույնությունից։ Ու առհասարակ ես ձեզ ասեմ, այս 30 տարիների մեջ պրոպագանդան գիտեք ինչպիսին է եղել, այս պրոռուսական իշխանազավթների։ Եղել է հետևյալը, որ մարդու միջից, քաղաքացու միջից մեջ թուլացնեն իր ուժերի հանդեպ վստահությունը։ Դրա համար էլ ուժեղ բաների սիմվոլներ չեն եղել, երբեք չեն եղել, ու փորձով էր նրանք անեն։ Դրոշ ոչ միտեղ չենք տեսել։ Մի անգամ ընկերոջս եղբայրը իր պատուհանից կենտրոնում էր ապրում Վարձով։ Պատուհանից դրոշը դրել էր, եռագույն դրոշը։ Սա 2000-ականների բան եմ պատմում, 2005 բան։ Եկան հանել տվեցին, կամ չենք հիշում ոնց էին եռագույնի հետ վարվում Ղարաբաղ մտնելուց, կամ բանում Կասկադում մարդիկ դուրս են եկել եռագույն են պահել, ոստիկաներով եկան ջարդելով ձեռներից վերցրեցին։ Դուք սարսափում եք նման բանից, որովհետև Ռուսաստանը կջղայնանա, ոնց էս ազգային բաներ եք անում։ Այդ հիմա եք դուք ազգայնականությունը նույն Ռուսաստանի ռանգով, այդ ազգայնականությունը օգտագործելով փորձում հետ զավթել իշխանությունը։ Դուք ազգայնականության հետ ոչ մի ընդհանուր առնչություն չունեք։ Դուք արգելած եք եղել դա։ Դուք չգիտեք առհասարակ մեր ազգի պատմությունը։ Այն օրը նայում եմ Քոչարյանն ասում է, դե եթե ինձ ձերբակալեն կգնամ գրքից երկրորդ աթոռը կգրեմ։ Բանն է, նոր Հիտլեր ենք ստացել։ Այսօր առավոտյան բացում նայում ուրախանում են։ Վահագն վիշապաքաղի արձանը վերադարձվեց Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ուրեմն այս արձանը երևի իմ ամենասիրելի արձաններից է եղել, լուրջ եմ ասում, շատ շքեղ արձան է, էլի։ Ես փոքր եմ եղել, տեսել եմ Իսակովի վրա մի հատ լիճ կար, այդ լճի վրա
Հետո այդտեղից հանեցին կորավ, հետո աղմուկը աղակարին կուրա, պարզվեց, չգիտեմ որտեղ, հա, հետո բերեցին դրեցին այն Եռաբլուրի ճամփին, հետո տարան բան մասիվ, հետո մի խոսքով ոնց որ այդ արձանի ձեռը կրակն ընկած լինեն, բայց հələ թող լիներ, չգիտեմ, մեկի հոր արձանը, արագ տեսեք ոնց էին տեղը ճարում, բացում դնում, էլի, հա, այն ահին ալիգարխներից մեկի կամ իրանցից մեկի նոր վերադարձվեց դարձյալ իր համար նախատեսված ու իր համար շատ հարմար վայր։ Որովհետև դուք վախեցել եք մեր պատմությունից, մեր առասպելներից։ Այ որ ասում եք, ասացուցի Դավիթը բան, ինքը հեքիաթ է։ Ինքը հորինվածք է։ Դա գիտեք, սես բաներ եք խոսում, արժը զրկում եք։ Որովհետև դուք վախենում եք մեր էպոսից։ Վախենում եք ու դա ունի իր պատճառները, ես ձեզ ասեմ։ Որովհետև ռուսական էպոսի ներկայացուցիչ տենց ընդհանրություններ կա, ինչ որ բան եղել է։ Հայկական էպոսի հերոսների ու ռուսական էպոսների միջև ասես մի հատ փոքրիկ հանդիպում եղել այ Սանագորի պատմությունը որ կարդաք, որը որ Սանագոր, ասենք հասկանալի է, չէ՞ որ Սանասարն է։ Այն հայտնի իրավիճակը, որ գալիս Սանագորին սկսում է կռվել, քնած է լինում սա այս հսկանել։ Ու Սանագորը զարթնում ասում է ах как больно кусаются эти русские комары։ Այսինքն նրանց բագատիրին մոծակ է համարում։ Բայց չէ, այ բանը այդ Իլյա Մուրը մեծ բաման, դրանք հորինված չեն։ Այ մեր էպոսը չէ, թարգեք թողի։ Այս է եղել ձեր քաղաքականությունը։ Եռագույն չծածանել ոչ մի տեղ։ Ոչ մի դպրոցի վրա եռագույն չի եղել։ Ոչ մի ուժ ցուցադրող կառույց չունենալ, որ հանկարծ, որ մարդկանց մեջ եռագույն դրոշի ծիրանագույնը դարձնել նարնջագույն եւ բնութագրել որպես աշխատող ռաբ էլի։ Միայն աշխատող աշխատասիրությունը, աշխատանքը, արդար քրտինքն էլ ավելացնեն, որ մի քիչ բանը բարոյական մասը ապահովեն, արդար քրտինքով աշխատող մարդու։ Ոչ ծիրանագույնը մեր արքունիքի գույնն է։ Վախենում եք դրանից։ Դուք վախեցել եք մեր պատմությունից անգամ։ Դրա համար որևիցե մեկը երկու բառ մեր պատմությունից չգիտեք, որովհետեւ ձեր ժամանակներով գիտական աշխատանք չի տարվել։ Եվ այսօրվա դրությամբ այս ահռելի աշխատանքները որ տարվում է, դուք մի գործառույթ եք անում։ Փորձում եք պախարակել, իբր այդ ամեն ինչը այդ տեսեք վարի են տալիս։ Վարի են տալիս ձեր բոլշևիկյան մոտեցումները մեր պատմության հանդեպ։ Այդ դա են վարի տալիս։ Մի ամրոց հիմնանորոգած չկաք։ Եվ այո, այն օրը բրիֆինգի ժամանակ շատ ճիշտ էր ասում Փաշինյանը։ Գնանք այս եկեղեցիների մասով։ Հին հնագույն եկեղեցիներ կան տարբեր վայրերում, ճարտարապետական կոթողներ, այդ ինչ հրաշագեղ եկեղեցիներ են։ Մեր հանրությունն էլ կհաստատի, որովհետև շատերը շատ բնության խորքում մեկ էլ կարող են հայտնաբերել նման եկեղեցիներ։ Ինչ են արել։ Այդ եկեղեցիները եկեղեցի են, առհասարակ գիտեք, չէ՞ ոնց է։ Ամբողջ եկեղեցին եթե վերացնեն մի հատ քար մնա, այդ մի հատ քարը շարունակում է համարվել եկեղեցի։ Գիտեք դուք դա։ Օծվել է, որովհետև ինքը որպես եկեղեցի։ Հիմա նայում ես ինչքան նոր եկեղեցիներ են կառուցել։ Այսպես լսեք։ Բախի ինչ եք հիմնանորոգել։ Դու դրա փոխարեն եք թողնում նա ավերվի, հետո դնում ասում եք Թուրքիայում այսինչ եկեղեցին ավերվեց, ավերակների վերածվեց, ինչ եկեղեցին։ Մեր երկրում ինչ եք թողել եկեղեցիները ավերակների վերածվեն, որը որ ասես մի քիչ հարմար տուրիստական ուղղություն կանադառնա, մի քիչ փողոտ տեղը աշխատացնել ու նորերը կառուցել։ Եվ այո, պատասխանը շատ տրամաբանական է, որովհետև դուք ուզում եք դուք գիտեք թե ձեր մեղքերը կավելու են ձեր զրոյից կառուցած եկեղեցով։ Չգիտեմ, ձեր հոր անունով, սուրբ չգիտեմ ինչ, ձեր մոր անունով, սուրբ չգիտեմ ինչ, կամ հենց ձեր անունով հետագայում ինչ որ բան, տես չի լինում։ Գիտեք ինչ։
շուլերությունը Աստծո դեմը չի անցնում, դու չես կարա խափես Աստծուն, հասկանում եք, չի լինում, դա ծիծաղելի է, ու ձեր ուղեղը այդքան է, այդ իմաստով, կառուցում եք եկեղեցի, չհասկանալով, որ չեք կարա շուստրություն անեք, սա ամեն աբսուրդն է, եկեղեցի կառուցողը չի ճանաչում Աստծուն, սա աբսուրդ է, եկեղեցին կառուցողը կարծում է, թե դա իր մեծ աղբերն է, Աստված, ոնց էր ասում, այն սպորտսմենը, ով որ Գագիկ Ծառուկյանին էր գնացել սատարելու Պուտինի նկարով, Իսոյի արձանը, մեր մեծ աղբոր արձանը ասում է, Իսոյի մեծ աղբոր արձանը, կներեք, Իսոյի արձանը չէ, Իսոյի մեծ աղբոր արձանը, պանյատներով են դիտարկում, էլի, ու սա, երբ որ իրանք եղել են իշխանություն, կոալիցիոն իշխանություն եւ այլն, սա համարվել է մեր էլիտան, սա մեզ պիտի ինչ-որ բան դաստիարակել, այսքան, տեսեք, մշտապես կա հարց, օրինակ, այսօրվա իշխանությանը, ես շատ պարզ այդ հարցը տալիս եմ, իրենց ռազմավարության, ձեռնարկած ռազմավարությունը հիմա որ կա, 5 տարի կամ 10 տարի հետո ինչպիսի քաղաքացի տեսնելու համար է անում, այսօրվա իրա գործողությունները, ինչպիսի քաղաքացի է ուզում ունենա 10 տարի հետո, որպեսզի մենք հասկանանք որքանով է արդյունավետ գործում, այսինքն ոչ թե համեմատականը տանենք անցյալի, այս պարագայում հենց ապագայի վրա, ինչպիսի քաղաքացի ենք մենք, ինչպիսի հասարակություն ենք ուզում ունենալ 10 տարի հետո, եւ այսօր ինչ որ անում ենք դրան է տանում, որովհետեւ հասարակության առողջ լինելը մենտալիտետի, հասունության ամեն ինչի առումով, քաղաքական, իրավական, դա պետության համար է, դա մենք պետության երաշխիքն է գոյության ամուր լինելու, ինքնիշխան մնալու, հիմա սրանք, այս էլիտայով նախկինների հետ էլիտան, եղել է դա, որ 10 տարի հետո, 20 տարի հետո կամ 15 տարի հետո լինի հասարակություն, որը որ չհասկանա վերջը Ղարաբաղը ոնց իրենք հանձնեցին, ում կարողանան ուղեղը լվանալով պահեն, եւ այլնի, առհասարակինս պլանները մի քիչ ուրիշ են եղել, հեղափոխությունը այդ ամեն ինչը խախտեց, Հայաստանը լինի Ռուսաստանի կազմում, ոչ թե հետ, ոչ թե գործընկեր, կազմում, որովհետև նրանք դեգրադացված, հա, այդ արտագաղթը, որ կազմակերպվել է արհեստական սպիտակ գենոցիդը Հայաստանի Հանրապետությունում, դա դրա մասին է եղել, որ քաղաքացիները քչանան, քիչ լինեն, խելացիները առավել եւս, եթե կարողանում են ինչ-որ հնար գտնել, թող միակ հնար գտնելը լինի Հայաստանը լքելը, որպեսզի հեշտ կարողանան իրագործել այդ ամեն ինչը, հեշտ իրագործելուց են սակավաթիվ մարդիկ էլ եթե խոսեն, ասեն դե բա ինչ անենք, էս է մեր վիճակը, բա ոնց պահենք մեր սահմանները, սենց բաներ, այս սա է հակապետական գործունեությունը, որը իրագործել եք 30 տարի, 25 լավ թող լինի, սա հակահայկական ու այսօր այս նույն ուժերը դե էլ ոնց պիտի գան, ասենք որ գան ինչ պիտի ասեն, ոնց պիտի համոզեն ժողովրդին, պիտի ռեսուրսներ դնեն, ցույց տալու համար, որ իրանք ազգային են ու հիմա եկել են փրկեն, կակրած պատերազմներ եղել է, զոհերել ունենք, թիվը մի քիչ տեղ ուռացնենք, չգիտեմ ինչեր անենք, եւ ես պահանջում եմ, որպեսզի
պարտավորեցվի, որպեսզի լրատվական կայքերը, հեռուստատեսությունները իրանց ֆինանսական հոսքերը դարձնեն հրապարակային։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։